Պարոն վարչապետ, առաջին քայլը լինելու է նախ տարբերակենք երկու խումբ քաղաքացիներ ունենք։ Այն քաղաքացիները, ում համար ապահովագրավճարը վճարելու է պետությունը, եւ նրանք են մինչեւ 18 տարեկանները, 65+ տարեկանները եւ 18-ից 65 հաշմանդամության կարգ եւ սոցանապահության բալ ունեցող քաղաքացիները։ Նրանց համար պետությունը հունվարից արդեն կիրականացնի ապահովագրավճարը։ Մենք ռեգիստրում ներառված այդ բոլոր ճշտումները անելով, ֆիքսելով մեր շահառուին, կտեղեկացնենք նրան շատ տարբեր ձևերով, որովհետև մենք ունենք նաև տարիքային անհատապես անվանապես։ Այո, անհատապես անվանապես մարդը իր էլեկտրոնային հավելվածում կտեսնի, որ շահառու է որպես ընդգրկվել։ Համաձայնությունը տալով արդեն կդառնա ապահովության։ Ինչ էլեկտրոնային հավելված։ Մենք ունենք Armet հավելվածը, պարոն վարչապետ, որը 700,000 հոգի իր հեռախոսում ունի այս պահին էլ։ Բայց հիմա ես օրինակ չունեմ, ինչ պետք է անեմ։ Երևի կովիդից հետո ջնջել եք, շատ հեշտ կարող եք նորից հետ բերել։ Հավելվածից բացի կա նաև Այո, բոլորը ունեն։ Չունենք հավելվածը, ունենք էլեկտրոնային համակարգչով կարող ենք։ Դա էլ չունենք, մեր ընտանեկան բժիշկը կամ տեղամասային թերապևտը այդ գործը մեր փոխարեն կիրականացնի, որտեղ մենք սա էլ ենք հասկանում, որ գուցե մեծ ներողություն, հիմա նրանք ովքեր չունեն իմ նման այդ հավելվածը, դիմում են իրենց այսինքն սովորական կարանք ներբեռնենք սովորական կարգով։ Ո՞նց է կոչվում հավելվածը, ինչ կտրենք։ Armet։ Այո։ Շատ լավ։ Եվ մենք նաև մեր պոլիկլինիկայի եւ ամբուլատորիաների բուժ աշխատողները մեծահասակներին կզանգահարեն, կտեղեկացնեն եւ իրենք այդ գործը կաջակցեն, որպեսզի մենք ամբողջությամբ ավարտենք։ Գրանցվելուց հետո, ներառվելուց հետո, պարոն վարչապետ, ունենք էլի երկու տարբերակ։ Եթե մարդը անհապաղ վատ է զգացել իրեն, շարունակում է դիմել։ Գնահատան, եկեք հունվար իրենքին մարդը կամ շատ կերել է, կամ շատ խմել է։ Ու այնքան վատ ազգում, որ բժշկի կարիք ունի։ Ինչ անելու։ Հավելվածն է քաշել է։ Զանգում է շտապօգնություն։ Շտապօգնությունը գնահատում է նրա վիճակը։ Եթե գրանցում ենք շտապօգնության կանչ, շտապօգնությունը կգա, նրան կտեղափոխի հիվանդանոց։ Հիվանդանոց հասնելուն պես, քանի որ սա Ինձ ռեժիմ կա, որ մի րոպե չափից շատ է կերե կամ խմե, ապահովագրությունը դրա այդ գործ չունի։ Չէ, եթե վիճակը հասել է նրան, որ շտապօգնության կարիք կա, այդ պահին մենք չենք դիտարկի, բայց պարոն վարչապետ, հետագայում մենք հիշում եք բոնուսներ ենք սահմանել այդ քիչ ուտելու, այսինքն քրոնիկ շատ խմողների, շատ ծխողների համար, որ բոնուս մալուս համակարգ գործելու է, անպայման։ Բայց հիմա չէ։ Հիմա մենք որովհետև դեռ չգիտենք ով է շատ ծխում, ով է շատ խմում, դա հետագայում կիմանանք։ Հիմա եւ շտապօգնությունը տեղափոխելով հիվանդանոց, էմերջենսի ծառայությունում նրան ապահովագրության շրջանակներում կտրամադրի առաջնային օգնությունը, բուժօգնությունը։ Կարիք կլինի, չգիտեմ, վիրահատության կամ հիվանդանոցային բուժօգնության, եւս այդ հատվածը ապահովագրությունը կփակի։ Բայց եթե նրան Ներողություն եմ խնդրում։ Հիմա միջև շտապօգնություն գնալու պահը այդ հասկանալի է, շտապօգնությունից դեպի հիվանդանոցային ծառայություն այդ հատվածում շատ են լինում մահազանգեր, միջև հիմա մարդիկ այսօր անում են, նամակներ են ստանում, ես ձեզ նաև բան եմ անում, վերահասցեագրում եմ, որ ասում են դե ով կա հարազատներից, թող գա մի հատ տենանք ստե վճարումների բանի հարց կա եւ այլն եւ այլն։ Հիմա եթե դա առողջապահության ապահովագրության ծածկույթ է, մենք կարողանում ենք երաշխավորված ասել Եթե ծածկույթ, մենք ասում ենք, որ երաշխավորված ասել, որ մեր քաղաքացին այդ նախադասությունը այլևս չի լսելու։ Եթե ծածկույթը եւ ցուցում է, այո, քաղաքացին չի լսելու կամ լսելու է ձեր ասած համավճարի կտորը, որը եւս պարզ սահմանված է լինելու։ Եթե, պարոն վարչապետ, անձը իր վիճակին համահունչ ցուցումը չունի, բայց ուզում է ստանալ բուժօգնությունը, սա էլ պետք է նշենք։ Լինում են դեպքեր, երբ որ մարդը գալիս է էմերջենսիում ասում են դուք այս ծառայության կարիքը ցուցումը չունեք։
Պիտի հանձնեք որոշակի անալիզներ, օրինակ եմ բերում, եւ պիտի գնաք ձեր պոլիկլինիկայում, հանձնեք դրանք։ Պոլիկլինիկայում դրանք կլինեն փոխհատուցվող, բայց եթե անձը ուզում է ստանալ դա հիվանդանոցում, արդեն դա ծածկույթի մեջ չի եւ այո, նա պետք է վճարի այդ ծառայության։ Ներողություն եմ խնդրում, այդ հավելվածի մեջ մարդը ուղղակի սովորական մենք ինքը կարողանալու է բովանդակության հետ հաղորդակցի, որ ինքը իմանա։ Այսօր ինքը չունի որևէ առողջապահական ծառայության կարիք, հույս ունենանք չի էլ ունենա, բայց ինքը կարող է նայել, որպեսզի այնտեղ լինելու է բովանդակություն կամ թարմացվող է լինելու, տեղեկատվական պորտալ լինելու է, որ կարող են նորություններ լինել, փոփոխություններ լինել եւ այլն, որ այդ ամեն ինչի վերաբերյալ մարդիկ հաղորդակցվեն։ Անպայման պարոն վարչապետ, եւ մենք ունենալու ենք հենց հավելվածում ցանկը ծառայությունների, վիճակների, փոխհատուցման գները եւ մեր նպատակն է, որ այդ շփումը, համագործակցությունը անընդհատյա լինի։ Քաղաքացին օրինակ ստանալու է իր հավելվածով հաղորդագրություն, որ քո տարեկան հետազոտությունների, պլանային հետազոտությունների օրը եկել է կամ գալու է, զգուշացնելու է։ Դրանից հետո, եթե անձը չի գնացել օրինակ ստացել, գալու է հաղորդագրություն, որ եթե մինչև այս ամսաթիվը քո տարեկան պարտադիր հետազոտությունները չանցնես, քո ապահովագրության ծածկույթը կսառի, մինչև որ կգաս, կհանձնես եւ նորից կներառվես։ Այսինքն այս հաղորդակցությունը մենք պիտի ապահովենք հավելվածի միջոցով անպայման։ Իսկ դա նշանակում է, որ 26 թվականին բոլոր մարդիկ պետք է անցնեն այդ բանը։ Ոչ, պարոն վարչապետ, մենք սրա մասով էլ սկսում ենք 26-ից, բայց էլի պարտադիրության կետը դրել ենք, երբ որ ամբողջական արդեն համակարգը 28 թվականին ներդրված կլինի, որտեղ հետազոտություններն էլ, սկրինինգային ծրագրերն էլ ունեն ժամանակագրություն եւ օրինակ կրծքագեղձի մամոգրաֆիկ հետազոտությունը ամեն 2 տարին մեկ պիտի անցնի անձը։ Մենք այդ ալգորիթմները պիտի ներառում ենք մեր հավելվածում, որ անձի համար հասկանալի լինի ըստ տարիքի եւ ըստ սեռի առանձնացվի իրեն անհրաժեշտ այս պլանային հետազոտություններն ու սկրինինգները։ Տիկին Ավանեսյան, ձեզ լսելով ես հիմա կարծում եմ, որ օրինակ հնարավոր աղմուկի պատճառ կարող են դառնալ այդ իրավիճակ, երբ որ բուժառուի եւ բուժհաստատության միջև լինի հակասություն, թե մարդը այդ պահին ինչ ծառայության կարիք ունի, որովհետեւ կարան լինեն դեպքեր, որ մարդը ասի, չէ, ես այնքան վատ եմ, որ պետքա հիվանդանոց պարկեմ, եթե ուղղասենք, իսկ բուժ առողջապահական հիմնարկ տեսականորեն եմ ասում, ասի, որ չէ, դու մանավանդ եթե մենք վերահսկողության պատշաճ մեխանիզմներ ենք ունենալու, իսկ մենք պետքա դա ունենանք, որ ծառայությունները ստանան նրանք, ովքեր օբյեկտիվորեն դրա անհրաժեշտությունը ունեն։ Այս հատվածը պետքա հասկանանք ոնց ենք կառավարում, որ փաստահենք լինի այդ որոշումները, որպեսզի մարդիկ այդ բանի անարդարության զգացում չունենան եւ չարաշահումների տեղերն էլ մենք բան անենք, փակենք, որովհետեւ շատ դեպքերում մենք ոլորտում չարաշահումների ինչ օրինակներ ենք տեսնում, որ կամ մարդկանց անունները գրած է ծառայությունների դիմաց վճարումներ ակնկալված են կառավարությունից, բայց կամ ծառայությունը չի մատուցված, կամ ծառայությունը մատուցված է այն դեպքում, երբ դրա անհրաժեշտությունը չկար, ինչը էլի նշանակում է, որ չի մատուցված, կամ փոքր ծառայություն իրոք մատուցված է, բայց կողքից 15 ուրիշ բան է գրել, ուրիշ բան է գրվել։ Այս ամենամեծ ռիսկն է, այդ թվում այսօր, նախորդող շրջանում, հա մենք էլի դեպքեր գիտենք, որ բացահայտվում են, բայց մենք բացահայտումից երջանիկ չենք։ Մեզ պետք է որ մենք համակարգ ունենանք, որպեսզի դա կանխարգելվի։